Ձեզ սիրելի բարեկամներ, Armix News ալիքի եթերում ժամանակի ձայնը հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է, դիմում է մեր այն բարեկամներին, ովքեր հետևում են արդեն մեր ալիքի թողարկումներին, բայց դեռ չեն հասել բաժանորդագրվել մեր ալիքին, խնդրում եմ նրանց ընդամենը սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել Armix News ալիքին, որի համար հայտնում եմ իմ կանխավ շնորհակալությունը։ Սիրելի բարեկամներ, այսօր մեր տաղավարում է վերլուծաբան քաղաքագետ Հակոբ Բադալյանը։ Պարոն Բադալյան, բարև ձեզ եւ շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը եւ շնորհակալ։ Պարոն Բադալյան, եկեք խոսենք ներքաղաքական զարգացումներից, ինչ է այսօր ըստ ձեզ տեղի ունենում Հայաստանում, ինչ կանխատեսումներ դուք ունեք այս նախընտրական զարգացումները վերջիվերջո ինչ իրողությունների ըստ ձեզ կարող են հանգեցնել եւ հետո մի քիչ կանցնենք արտաքին գործոններին։ Ինչ եք կարծում այսօր ինչպիսի իրավիճակ մենք ունենք ներքաղաքական դաշտում։ Ուժերի ինչպիսի հարաբերակցություն եւ ինչ սպասումներ դուք ունեք։ Մենք այսօր ինչ որ իմաստով ունենք դասական նախընտրական գործընթաց, երբ քաղաքական դիրքավորումներ են ընտրության եզրափակիչ փուլից առաջ, բայց միևնույն ժամանակ արդեն իսկ այդ գործընթացում մենք արձանագրում ենք փոփոխություններ եւ ընդդիմության դաշտում փոփոխություն առնվազն ունենք։ Մենք տեսնում ենք, որ գործընթացը առաջնորդում է ընդդիմադիր դաշտում, առաջնորդում է բոլորովին նոր խաղացող նոր ուժ։ Ես նկատի ունեմ Սամվել Կարապետյանը եւ նրա ուժեղ Հայաստան կուսակցությունը, նա մինչեւ ընտրական process-ը չկար, գիտենք մասնակցությունը ակտիվ մեկնարկեց 2025 թվականի մայիսից, երբ հայտնի հայտարարությունը եղավ եկեղեցու թեմայով, հետո ձերբակալուն կալանավորում եւ նաեւ քաղաքական հայտը։ Սա արդեն իսկ մի փոփոխություն է, որը առնվազն իրողություն է ընդդիմադիր դաշտում։ Այդ փոփոխությունը որևէ կերպ ինչպես եւ ինչ կերպ կզարգանա արդեն խորհրդարանի ընտրության արդյունքով, սա է գործնականում ինտրիգը եւ այս հարցի պատասխանն է մեծ հաշվով հիմա քաղաքական պայքարի եւ մրցակցության տեսքով տեղի ունենում եւ հանրությունը այս հարցին պետք է պատասխանի, այսինքն ընդդիմադիր դաշտում տեղի ունեցած փոփոխությունը վերածել արդեն համապետական մասշտաբի քաղաքական իմաստով ընդհանուր իշխանության փոփոխության, թե պարզապես արձանագրել ընդդիմադիր դաշտում այդ փոփոխությունը եւ ընդամենը խորհրդարանի ընտրության արդյունքով ստատուս քվոյի այս վերաձևումը տեղի կունենա։ Այս հարցի պատասխանն էլ հիմա ծավալվում է, ինչպես նշեցի, քաղաքական մրցակցության տեսքով եւ դրա արդեն կոնկրետ արդյունքը մենք կտեսնենք հունիսի 8-ին առավոտյան, այսպես ասած։ Դուք ինչ կարծիք եք Սամվել Կարապետյանի դեմ դերևս անցյալ տարվա հունիսին տեղի ունեցած իշխանությունների գործողության մեջ տեսնում եք որևէ իրավական հիմք թե ոչ, այսինքն այն հիմնավորումները, այսպես ասած, քաղաքական իրականություն են թե ոչ, որ Սամվել Կարապետյանի մեջ դուք քրեական այդ արտահայտության մեջ եւ նրա գործողությունների մեջ որևէ քրեական հանցակազմ դուք տեսնում եք թե ոչ։ Բացարձակապես չի ներկայացվել որևէ բան, որը թույլ կտար ասելու, որ նրա կալանավորումը եւ ընդհանրապես հետապնդումը իրավաչափ էր։ Եվ այս տեսանկյունից իմ կարծիքը գուցե օրիգինալ չէ, բայց համընկնում է այն տեսակետներին եւ գնահատականներին, որ այստեղ բացարձակ չկա համաչափ եւ իրավաչափ գործողություն Կարապետյանի նկատմամբ, ոչ միայն կրկնեմ կալանավորման, այլ ընդհանրապես այդ գործի հարուցման եւ հետապնդման տեսանկյունից։ Եվ սա դրա համար էլ պայմանավորվում է հենց բացառապես քաղաքական նկատառումներով եւ շարժառիթներով, որ թելադրվում է այս նախընտրական process-ով։ Այսինքն կարծում եք, պարոն Բադալյան, որ Կարապետյանի, այսպես ասած, ձերբակալությունը, նաեւ նրա կալանավորումը բացառապես պայմանավորված էին արդեն իշխանությունների կողմից այն հանգամանքով, որ նրանք գիտեին, որ Կարապետյանը շուտով մտնելու է քաղաքական դաշտ, քաղաքական հայտ է արդեն ներկայացնելու եւ նրանք արդեն շտապեցին դիմելու որոշակի գործողությունների։ Կարող ենք այսպես մտածել։ Ժամանակագրական առումով իհարկե ամեն ինչ տեղի ունեցավ այլ հակառակ տրամաբանությամբ, այսինքն եղավ հայտնի հայտարարությունը, որ մեր ձևով կպաշտպանենք եկեղեցուն, եթե քաղաքական ուժերը դա չանեն կամ չկարողանան անել, եւ դրանից հետո սկսեց process-ը, որին հաջորդեց արդեն քաղաքական հայտը։
Ես չեմ կարող ասել իշխանությունը որևէ բան գիտեր կամ չգիտեր, իրազեկ էր ինչ-որ պլանների մասին եւ այլն, բայց կարող էր դիտարկել սցենար, որ Սամվել Կարապետյանը այդ պատրաստակամությամբ, եկեղեցուն աջակցելու պատրաստակամությամբ ընդհանուր կարող է նաեւ մտնել քաղաքական process։ Այստեղ շատ կարևոր է գուցե այն, որ իշխանությունն ինքը գիտեր ինչ process է տանելու նաեւ եկեղեցու նկատմամբ եւ պատկերացնում էր, որ իր այդ process-ը լինելու է քաղաքական եւ մենք տեսնում ենք, որ դա վերից վար կամ ուղն ու ծուծով քաղաքական process է մեր եկեղեցու նկատմամբ այդ արշավը եւ ոչ միայն ներքաղաքական, այլ իմ խորին համոզմամբ նաեւ արտաքին քաղաքական օրակարգով եւ պատկերացնելով հենց իր այդ մշակումը կամ սցենարը եկեղեցու դեմ արշավի իմաստով նաեւ պատկերացնում էր, եթե մարդը հայտնում է պատրաստակամություն աջակցել եկեղեցուն, ուրեմն այդ աջակցությունը ինքնաբերաբար ինչ որ իմաստով բերելու է քաղաքական գործոն լինելուն։ Ըստ այդմ այդ հաշվարկով արդեն իսկ կարող էր ձևավորվել այդ կանխարգելիչ գործողության մտայնությունը եւ սցենարը, որ եղավ այդ հետապնդման տեսքով։ Այսինքն կարելի է ասել ձեր խոսքից, որ հետևում է ձեր խոսքից, որ որևէ ինչ որ մի բան դեռ ինչ կամ բաներ, որոնք երևի թե դեռ պարզաբանված չեն իրականում, թե ինչի էսպես եղավ, ինչի այդ քայլին դիմեց կամ ինչ որ կուլիսային գուցե ինչ որ հարցեր կան, որոնք դեռևս պարզաբանված չեն, հա։ Ընդհանրապես քաղաքականությունը մի երևույթ է, որի մեղմ ասած ոչ բոլոր հարցերն են, որ հրապարակավ պարզաբանված են լինում եւ քաղաքականությունը նաեւ հետնաբեմն է, բայց մենք բնականաբար գնահատում ենք ելնելով հրապարակի վրա եղած հանգամանքներից եւ փաստերից։ Եվ ես դրա համար եմ ներկայացնում, որ չեմ կարող ասել իշխանությունը արդյոք ինչ որ բան գիտեր, որը մենք չգիտեինք կամ չգիտենք, բայց ինքը գիտեր, թե ինքն ինչ է պատրաստվում անել։ Դիցուք եկեղեցու հարցում։ Եվ քանի որ Կարապետյանը շատ հստակ աջակցել էր եկեղեցուն եւ հայտնել այդ աջակցությունը շարունակելու պատրաստակամություն, արդեն բնականաբար Կարապետյանի այդ պատրաստակամության հանդեպ ձևավորվում է իշխանության այդ կանխարգելիչ միջոցառումը, որպեսզի Կարապետյանը չկարողանա խանգարել այն պլաններին կամ այն սցենարներին, որ ծրագրվում են դիցուք եկեղեցու մասով, որոնք կրկնեմ իմ խորին համոզմամբ, թե ներքին թե արտաքին քաղաքական օրակարգով փաթեթավորված եւ մոտիվացված process-ներ են։ Հասկացած ես։ Պարոն Բադարյան, քանի որ առաջի անգամ եք մեր տաղավարում եւ քաղաքական վերլուծաբան եք, հանդես եք գալիս բավականին ակտիվ եք դաշտում, հանդես եք գալիս տարաբնույթ վերլուծություններով, կուզենամ ձեր անկեղծ մեր ունկնդիրների համար շատ པարզ եւ մատչելի կարծիքը, վերլուծական կարծիքը, ձեր վերլուծությունների հիման վրա ձևավորված կարծիքը Հայաստանի աշխարհքաղաքական կողմնորոշման վերաբերյալ, որովհետև ես շատ ու շատ զրուցակիցների նույն հարցը տալիս եմ։ Հիմա դուք ինչպես եք պատկերացնում Հայաստանի ապագան այս բարդ եւ անverջ փոփոխվող աշխարհում, քաղաքականապես անverջ փոփոխվող եւ անհանգիստ աշխարհում, դեպի Եվրոպա, դեպի Ամերիկա, թե մենք մնալու ենք ԵԱՏՄ համակարգում, հապկում, Ռուսաստանի հետ ենք շարունակելու ավելի մերձենալ իրանական գործոնը, ինչ, այսպես ասած, աշխարհ քաղաքական կողմնորոշումների պիտի մենք դիմենք, որպեսզի ըստ ձեզ, որպեսզի լինենք բնականաբար ավելի անվտանգ եւ քաղաքականապես ավելի հզոր։ Եթե իմ կարծիքն է հետաքրքիր, ապա ես կարծում եմ մենք պետք է կողմնորոշվենք դեպի Հայաստան։ Այսինքն դեպի Հայաստանի կարողությունները մեծացնելու, Հայաստանի կարողությունները ընդգրկուն դարձնելու, Հայաստանի ռեսուրսները առավելագույնս արդյունավետ կառավարելու, օգտագործելու, ավելացնելու եւ այլն։ Այսինքն մեր կողմնորոշումը պետք է լինի հենց այս տրամաբանությամբ ոչ թե դեպի դուրս, այլ դեպի ներս, որովհետեւ եթե մենք չլուծենք ներսի հետ կապված հարցերը, եթե մենք ներսում չլինենք կենսունակ մեր ներքին կարողություններով, ապա մենք արտաքին կողմնորոշման հարց իսկ չենք կարող դնել մեր առաջ, որովհետև այդ արտաքին կողմնորոշման հարցը շատերի համար թվում է, թե այդպես կողմնացույցով լուծվող հարց է, այսինքն տեսնում ենք որտեղ է ավելի հարմար ցույց տալիս եւ վերջ հարցը դրանով լուծվում է, դա բացարձակապես այդպես չէ, եւ ավելին ասեմ, այդպիսի կողմնորոշման հարց դնել Հայաստանը այսօր իր առաջ ոչ միայն չի կարող, երկիր, որը հաստացի այսօր պետական քաղաքականության իմաստով կողմնորոշված է դեպի Ադրբեջանի պատկերացումներ, եւ մենք սա տեսնում ենք փաստական իմաստով, չի կարող դրանից դուրս որևէ այլ հարցեր դնել արտաքին օրակարգի իմաստով։
Եվ դրա համար ես կարծում եմ, որ մենք նախ պետք է կողմնորոշվենք դեպի ներս եւ լուծենք մեր ներսի հարցերը, ներսում կառավարման արդյունավետություն, հասարակական միջավայրի փոփոխություն, քաղաքական համակարգի եւ հարաբերությունների փոփոխություն, ինչ ունենք մենք հիմա։ Մենք հիմա ունենք իշխանություն, որը պետական քաղաքականություն է մշակում այն ռեժիմում, երբ այդ իշխանության քաղաքական սնուցումը ներքին բևեռացումների եւ ծայրահեղ ընկալումների խորացումն է։ Այսինքն այդ իշխանությունը իրեն սնուցում է որևէ էներգիայով ներհասարակական բաժանարար գծերը խորացնելով։ Այդ պայմաններում պատկերացնել, որ Հայաստանը կարող է արտաքին օրակարգային ինչ-որ լուրջ հարցեր դնել իր առաջ, ես կարծում եմ շատ միամիտ է։ Երկրորդ թյուր պատկերացումն այն է, որ լուրջ հարցը դա արտաքին քաղաքական կողմնորոշման հարցն է։ Առաջին հերթին պիտի ելնենք մեր Հայաստանակենտրոն շահերից, բայց Հայաստանակենտրոն շահեր դա չի նշանակում, որ մենք արտաքին խաղացողների ընտրության հարցում չպիտի ունենանք որոշակի նախապատվություններ ելնելով մեր անվտանգային ու տարաբնույթ այլ շահերից, չէ՞։ Ես ամենևին նկատի չունեմ, որ մենք պետք է վարենք արտաքին քաղաքականություն Հայաստանի շահերից ելնելով։ Սա ինքնին հասկանալի է, որևէ մեկ այլ բան չի անվիճարկելի։ Ես նկատի ունեմ, որ մենք չենք կարող վարել որևէ արտաքին քաղաքականություն, եթե մենք չենք վարում ներքին քաղաքականություն։ Դա է իմ ասածը, եւ դրա համար եմ նշում, իսկ ինչ ներքին քաղաքականություն է վարում հիմա Հայաստանը։ Ներքին քաղաքականություն, որը հիմնված է հասարակության ներսում ծայրահեղ բևեռացված ընկալումներ եւ տրամադրություններ խորացնելու վրա։ Եթե չկա այդ process-ը, չկա կենսունակ քաղաքական իշխանություն։ Այսինքն այսօր քաղաքականություն վարող, մշակող եւ վարող իշխանությունը սնվում է ներքին հարաբերությունների բաժանարար գծերի խորացումից։ Այդ պարագայում, այդ կառուցվածքով եւ տրամաբանությամբ քաղաքական իշխանություն ունենալու պարագայում Հայաստանը չի կարող վարել արտաքին քաղաքականություն։ Իսկ առաջ դա այդպես չի եղել։ Մինչև ըստ ձեզ նախկին նախկինում եղել է անարդյունավետ կառավարում, բայց նախկին իշխանությունը չի սնուցվել ներհասարակական ծայրահեղ բևեռացումներով եւ հակառակը նախկինում հենց ընդդիմությունն էր խաղադրույք կատարում այդ սուր եւ ծայրահեղ բևեռացումների վրա, ինչի հիման վրա նաեւ եկավ իշխանության։ Մեծ հաշվով իշխանափոխությունը նաեւ տեղի ունեցավ հենց հասարակության ներսում այդ սուր տրամադրությունները հիման վրա հեղափոխական process-ները հենց դրա վրա են։ Ձեզ հասունացել էր այսպես կասկած, ընդունեք թե չընդունեք հեղափոխությունը հասարակությունը իրեն այսպես մոռացված էր զգում եւ հասարակության ու իշխանության հաղորդակցությունը մինչեւ 18 թվականը մեղմ ասած խաթարված էր։ Բայց դա մի բան է եւ այլ բան է հասարակության ներսում ծայրահեղ բևեռացված փոխադարձ այսպես սուր ընկալումներ խրախուսելը։ Այն երևույթը, ինչի վրա խաղադրույք էր անում այսօր քաղաքական իշխանությունը ընդդիմություն եղած ժամանակ, ցավոք սրտի այդ նույն երևույթի վրա շարունակեց խաղադրույք անել արդեն իշխանություն եղած ժամանակ։ Եվ ցավոք սրտի պետական քաղաքականությունը կառուցվեց ահա դրա վրա։ Սա է նաև պատճառը, որ բազմաթիվ կարևորագույն հարցերում այդ քաղաքականությունը ոչ միայն եղավ անարդյունավետ, այլ նաև դրա հետևանքը եղավ չափազանց ծանր Հայաստանի համար։ Հասարակությունը բաժանված էր երկու մասի, այսպես ասած, իշխող, արտոնյալ, հասարակական բոլոր բարիքներից օգտվող խավի, որոնք ունեին անսահմանափակ կամ գրեթե անսահմանափակ նյութական հնարավորություններ, ռեսուրսներ, իսկ մյուս խավը անպաշտպան խավն էր եւ ել չասեմ աղքատ, ընչազուրկ, սոցիալապես շատ անապահով խավի մասին եւ բնականաբար հիմա իրենք ասում են, որ մենք փորձում ենք որոշակի քայլերով, այ թոշակների բարձրացում, բժշկական այս ապահովագրության համակարգի կիրառում, որոշակի այսպես դպրոցաշինություն, այսպես բարեկարգումներ եւ այլն շտկել այս իրավիճակը։ Ես դրա համար տարանջատում եմ կառավարման արդյունավետությունը եւ ներքին հասարակական հարաբերությունների տրամաբանությունը։ Այո, կառավարման արդյունավետությունը մեղմ ասած խիստ ցածր էր եւ հասարակությունը իրեն զգում էր մոռացված եւ օտարված։ Բայց դա մի հարց է եւ ամենևին չեմ փորձում ասել, որ դա այդքան էլ վատ բան չէր, կամ այդքան էլ վտանգավոր բան չէր։ Բայց մեկ այլ հարց է, երբ իշխանությունը իր քաղաքական սնուցման աղբյուր դարձնում է հասարակությունը բևեռացնելը եւ այդ բևեռների միջև հարաբերությունները ծայրահեղ սրացնելը։ Այն ինչ որպես ընդդիմություն իրականացնում էին, որովհետև նախքին այդ միջև 18-ը եղած իշխանությունը
այո, անարդյունավետ կառավարմամբ, բայց փորձում էր նաև հենց այդ ներքին սուր ծայրահեղ տրամադրությունները չեզոքացնել, իր իսկ շահերից ելնելով իհարկե, որովհետև դա իրեն էր խանգարում։ Չունեին հասարակական մեծ լեգիտիմություն, չունեին, այսպես ասենք, բարձր վարկանիշ, եւ իրենց ձեռնտու չէր, որ խորանային այդ ներքին հասարակական տրամադրությունները։ Իհարկե փորձում էին քարոզչական դաշտում թույլ չտալ դա, բայց քաղաքականությունը հաստատի այնպիսին էր, որ հենց բերում էր այդ երևույթների խորացմանը, նաև թույլ տալով ընդդիմությանը խաղադրույք կատարել դրա վրա։ Եվ նույն ընդդիմությունը խաղադրույք կատարելով դրա վրա շարունակեց այդ խաղադրույքը արդեն իշխանություն եղած շրջանում։ Ինչու՞։ Որովհետև դա իր համար բավականին նպատակահարմար եւ, այսպես ասենք, հարմարավետ գոտի էր։ Օգտագործել այդ հանգամանքը այդ նախկին ներկան սև սպիտակը խաղարկելու համար։ Դա չափազանց հարմարավետ պաշտպանիչ մեխանիզմ էր եւ մինչեւ հիմա մենք տեսնում ենք փորձում են այդ մեխանիզմին ապահովել, ապավինել այդ մեխանիզմին։ Եվ սրա համար իրենք անընդհատ սրացնում են ծայրահեղ այդ հակադրությունը հասարակության տարբեր խմբերի ներսում, արդեն ունենալով որոշակի, այսպես ասենք, լեգիտիմություն, ցածր, բայց որոշակի այդ լեգիտիմության պաշարը ունեն։ Ամենայն դեպս իրենցից բարձր վարկանիշ ունեցող ուժ գոնե առայժմ չի եղել, եւ դա իրենց թույլ է տվել այդ նախկին ներկա ծայրահեղ սրացման վրա կառուցված քաղաքականությունը առաջ տանել։ Սա թույլատրել է Հայաստանը եւ շարունակում է թույլատրել Հայաստանը։ Հիմա այդ քաղաքականությունը այդքան էլ արդյունավետ չի աշխատում մի պատճառով։ Սամվել Կարապետյանի մուտքը քաղաքական դաշտ զրկել է այդ նախկին ներկա ավանդական բանաձևը արդյունավետ խաղարկելու հնարավորությունից, հատում նույն էֆեկտիվությամբ, ինչ օրինակ աշխատում է Իցուկ Ռոբերտ Քոչարյանի պարագայում կամ Սերժ Սարգսյանի պարագայում։ Իրենք փորձում են առավելագույնն անել Կարապետյանի նկատմամբ էլ դա խաղարկելու համար, որովհետև կրկնեմ, խաղարկելու ուրիշ բանաձև, քաղաքական այլ բովանդակություն 8 տարվա ընթացքում իրենք այդպես էլ չստեղծեցին։ Եվ չցանկացան ստեղծել, ոչ միայն չստեղծեցին։ Բայց Կարապետյանի հանդեպ դա էֆեկտիվ չի աշխատում, որովհետև այդուհանդերձ, այո, հասկանում են բոլորը, որ Կարապետյանը լինելով խոշոր ներդրող եւ բարեգործական ծրագրեր իրականացնող, բնական է պետք է հարաբերություն ունենար, աշխատեր նախկին իշխանության հետ, այնպես ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ էր աշխատում։ Մինչև հայտնի իրադարձությունները, երբ արդեն Նիկոլ Փաշինյանը համարեց, որ նա համաձայն չլինելով եկեղեցու հարցում իր մոտեցման հետ, կարող է իրեն խանգարել։ Եվ դրանից հետո արդեն միայն Նիկոլ Փաշինյանը սկսեց գործել Կարապետյանի հետ այդպես մրցակցային տրամաբանությամբ։ Եվ այդ նախկին ներկան նրա հանդեպ նույն էֆեկտիվությամբ չի աշխատում, եւ սա է նաեւ էական այն փոփոխությունը, որ իրավիճակի առումով արձանագրվում է գոնե նախընտրական այս շրջանում։ Իսկ միգուցե դա կապված է նրանից, որ մեր ժողովուրդը եւ առհասարակ էլի տարբեր հասարակություններում միշտ սիրում են նոր բաներ, նորություններ, չէ՞, ասենք հիմա Սամվել Կարապետյանի հայտը նոր բան է, որտեղ Սամվել Կարապետյանը երբեք ճիշտ է եղբայրը եղել էր Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, բայց ինքը այսպես որպես քաղաքական առանձին դեմք երբեք հանդես չի եկել, չէ՞։ Եվ հիմա ինքը որ նոր հայտ է ներկայացրել, ել չասեմ կուսակցություն է ստեղծել, ձևավորել եւ այլն շարունակում է ծավալվել, միգուցե դա դրանից է գալիս, որ ժողովուրդը մի քիչ նախապատվությունը ավելի կտա Սամվել Կարապետյանին, որովհետեւ նա նորահայտ դեմք է, թե այստեղ Սամվել Կարապետյանը ունի նաեւ այլ դրական խաղաքարտեր հասարակությանը իր կողմը գրավելու եւ կուզեի իմանալ թե ինչպես եք դուք որպես վերլուծաբան նաեւ հետեւելով քաղաքական դաշտի իրողություններին գնահատում նույնիսկ տոկոսային հարաբերակցությամբ իշխանության Կարապետյանի եւ մյուս քաղաքական ուժերի Ծառուկյան, Քոչարյան հնարավորությունները։ Վերջից սկսեմ, այդ տեսանկյունից ես անկեղծ ասած ձեռնպահ կմնամ տոկոսային առումով դիտարկելու, ընդհանուր առմամբ կարծում եմ, որ հիմնական պայքարը այդուհանդերձ կլինի այդ 4 ուժերի միջև՝ գործող իշխանություն, քաղաքացիական պայմանագիրը եւ այդ ընդդիմության 3 ուժերը՝ Սամվել Կարապետյանը, Հայաստան Դաշինքը եւ ԲՀԿ-ն։ Հիմնական պայքարը կարծում եմ դրանց մեջ կլինի։ Այլ ուժեր կարող են արդյոք խառնվել, այսպես ասենք, ինչպես ասում են, մութ ձիուկի տրամաբանությամբ։ Սա կերևա իհարկե ընթացքում, բայց հիմնական այս դերակատարներն են։ Ինչ տոկոսային հարաբերակցություն, սա կարծում եմ կախված է լինելու աշխատանքից, որովհետև այդուամենայնիվ մենք տեսնում ենք նույն իշխանությունը շատ համառ ու հետևողական, ընդդիմությունից ոչ միայն պակաս, այլ գուցե ինչ-որ իմաստներով նաև շատ ավելի ակտիվ աշխատում է եւ փորձում է
իր, այսպես ասենք, շահերը եւ հեռանկարները պաշտպանել։ Կարապետյանի մասով ըստ իս դասական իմաստով այդտեղ նոր ուժ չենք կարող համարել, նա հայտնի է հասարակական, տնտեսական կյանքում մեծ դեր է ունեցել մշտապես, հայտի իմաստով այո նոր ուժ է, եւ այստեղ ես կարծում եմ հանրության վերաբերմունքի առումով մեծ դեր է խաղալու այն, որ հենց նա ճանաչելի ուժ է եւ ճանաչելի է տնտեսության ոլորտում իր աշխատանքով ու դրա արդյունքով։ Այսինքն նա իր ոլորտում ցույց է տվել էֆեկտիվություն գործարար կյանքում, կառուցել է տնտեսական համակարգ, իհարկե նաև ներդրումներ Հայաստանում, բարեգործական ծրագրեր, սա եւս իր ազդեցություն ունի, բայց իմ գնահատմամբ այստեղ գլխավոր հանգամանքը, որ կարող է հանրային ուշադրություն բևեռել եւ հանրային հավանության արժանանալ, վստահության վերածվել, դա հենց նրա աշխատանքային այդ հետագիծն է տնտեսության ոլորտում։ Նա ցույց է տվել, որ ինչ որ համակարգ է կարողանում կառուցել, կառավարել եւ էֆեկտիվ է այդ հարցում։ Ահա այդպիսի դեպքում, երբ հայտ է ներկայացվում նաև պետական կառավարման համար, այդ հայտը կարող է լինել համոզիչ, հատկապես կրկնեմ, որ ընդհանուր իմիջային իմաստով այստեղ կա դրականությունը եւ ելի եմ ասում, Սամվել Կարապետյանը անմիջական առնչություն նախկին իշխանությանը չի ունեցել եւ նրա դեմ այս նախկին ներկան խաղարկելը իսկապես բարդ է, համոզիչ չէ առնվազն, եւ նաեւ այդ նախկին ներկայի շրջանակում այդ թալանի հանգամանքը եւս նրա դեմ խաղարկելը մեղմ ասած համոզիչ չէ։ Սա նրա համեմատական առավելությունն է ստեղծված իրավիճակում եւ մենք տեսնում ենք, ամենայնպես իմ գնահատմամբ դա նկատելի է, որ գործող իշխանությունը հենց դա է անհանգստացնում։ Եվ սրանով են պայմանավորված նաև շատ քայլեր, որ քարոզչական կամ հակաքարոզչական դաշտում տեսնում ենք։ Պարոն Բադալյան, եւ մի քանի խոսքով որպես վերլուծաբան կուզենայի ձեր տեսակետները հայտնեիք արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ, որ կարծես թե Իրանի հետ կապված ինչ որ միտեղ հուսանք դեպի հանգուցալուծում է գնում, որովհետեւ բոլոր դեպքերում բանակցություններ են տեղի ունենում եւ կարող է այս վտանգավոր եւ արյունալի պատերազմը դադարեցվել, աստվածադադարեցվի, որքանով կարող են այս արտաքին քաղաքական գործոնները ազդել մեր ներքաղաքական իրողությունների վրա, ըստ ձեզ, որովհետև տեսեք, եւ նաեւ մի հարց էլ էսպես տեղավորեմ այս հարցի մեջ, հիբրիդային պատերազմ հասկացողության վերաբերյալ ինչ կարծիք եք, օրինակ նույն իշխանական եւ իշխանամերձ շրջանակները մեղադրում են ընդդիմադիրներին, որ այ Ռուսաստանը եւ մասնավորապես ուղղակի թե անուղղակի Ռուսաստանին Չնայած կուզենայի մի քիչ էլ խոսեինք հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված, որովհետև վերջերս Փաշինյանը մեկնեց Ռուսաստան, այնտեղ հանդիպում տեղի ունեցավ Պուտինի հետ, այդ ամենը ինչով կարող է անդրադառնալ, ինչ անդրադարձեր կարող է ունենալ մեր ներքաղաքական իրողությունների եւ տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ, ինչ է կարծում, այդ հիբրիդային պատերազմ հասկացողություն կա, Ռուսաստանը մեր դեմ մղում է հիբրիդային պատերազմ, թե ոչ։ Եվ ես կարծում եմ բոլորը բոլորի դեմ հիմա մղում են հիբրիդային պատերազմ, բոլորը բոլորի դեմ։ Եվ այս իմաստով Ռուսաստանը առանձնացնելը իշխանության համար պարզապես նախընտրական քարոզչության հանգամանք է, որովհետև դա աշխատող է, հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներ։ Այլապես եթե դիտարկենք կա հիբրիդային պատերազմ թե ոչ, կա բոլորը բոլորի դեմ ամբողջ աշխարհում, գործնականում, եւ բնականաբար նաեւ մեր դեմ, եւ դա կվարի ոչ միայն Ռուսաստան, այլ նույն Եվրոպան, Միացյալ Նահանգները, Թուրքիան, Ադրբեջանը եւ բոլոր այն երկրները, որոնք շահառու են Կովկասում իրավիճակի առումով։ Հիբրիդային պատերազմը դա այն տեխնոլոգիաների կիրառումն է իրենց շահերը պաշտպանելու համար։ Հետևաբար Հայաստանն էլ ինչպես ցանկացած այլ երկիր։ Ինչու Հայաստանի դեմ, օրինակ, ասենք, օրինակ հիմա մեկը կասի այ Ռուսաստանը դաշնակից երկիր է Վրաստանի դեմ։ Մենք կարծում ենք Ադրբեջանի դեմ չկա կամ չի եղել։ Ադրբեջանը այդ հարցում գուցե եղել է ավելի էֆեկտիվ կառավարող այդ ռիսկերը եւ գրողները կամ միջամտության փորձերը։ Վրաստանի դեմ նույնպես կա, մենք տեսնում ենք ինչ էր կատարվում Վրաստանում ամիսներ շարունակ։ Եվ բնականաբար նաեւ Հայաստանի դեմ։ Դա կա Արևելյան Եվրոպայում, այսինքն այդ համաշխարհային պատերազմի ռեժիմը, որ կա հիմա, դա ներառում է նաեւ այդ բոլորը բոլորի դեմ հիբրիդային պատերազմը։ Այս տեսանկյունից կարծում եմ այստեղ այդ Ռուսաստանի պարագան զուտ քարոզչական հաշվարկ է, որ փորձում է իշխանությունը օգտագործել արդեն իր էֆեկտը ստանալու համար։
Լավ, ելնելով մեր հարցից դուք միտք արտահայտեցիք, որը տարբերվում էր այլ այսպես վերլուծաբանների մտքերից, որ եթե մենք չունենանք ներքին քաղաքականություն, մենք խոցելի, ամենակիչը խոցելի կլինենք արտաքին քաղաքականության մեջ, ընդհանուր եթե հանգարց կարողացանք մեր ներքին հարցերը կառավարել, այդ ձեր մատնանշած հայաստանակենտրոնության տեսակետից, զուտ հայկական շահեր առաջնահերթորեն սպասարկելու շահերից, Հայաստանը արտաքին գործոնների, արտաքին այսպես խոշոր գործոնների հարցում ավելի նախապատվություն պիտի տա որ գործոնին, ասենք ԵՄ, Ամերիկա, Ռուսաստան, Իրան, Չինաստան, Հնդկաստան, այս հանգույցի մեջ մենք ինչպես Ռուսաստանի հետ ունենք մեր շահերի ընդհանրության որոշակի համակարգ, կողմնակից եք որ պահպանվեն եւ միևնույն ժամանակ ունենք բազմաթիվ հարցերում տարբեր պատկերացումներ։ Ես չեմ կարծում, որ կա աշխարհաքաղաքական բևեռ, որի հետ մենք ունենք միայն համընկնող շահեր կամ միայն հակասող շահեր։ Հետևաբար պետության խնդիրը, հատկապես մեր տիպի պետության, ոչ թե ընտրություն կատարել, թե մենք որի հետ ենք ավելի շատ, այլ կառավարել հնարավորությունների եւ հակասությունների բալանսը եւ յուրաքանչյուր ուղղության վրա ստանալ առավելագույնը բալանս հօգուտ մեր շահերի, այսինքն հնարավորությունների եւ ռիսկերի հարաբերակցությունը պահել դրական աստիճանի վրա, որովհետեւ Ռուսաստանից մենք բալանսավորված ես այդ առումով որևէ դեմ չունեմ իշխանության ասացի հետ, այո, որպես սկզբունք, դա միանգամայն ռացիոնալ եւ առողջ սկզբունք է, ամբողջ հարցը հենց այդ է կիրառման էֆեկտիվությունը, մենք այդտեղ տեսնում ենք շատ լուրջ թերացումներ, որովհետեւ իմ գնահատմամբ չկա դրա ներքին հիմքը, երբ դու ներսում վարում ես այդ ծայրահեղությունների սրացման քաղաքականություն, դու դրանով պարարտ հող ես ստեղծում հիբրիդային տարբեր միջամտությունների համար, նույն այդ հիբրիդային միջամտությունների համար։ Իսկ աշխարհաքաղաքական կենտրոնները որևէ մեկ այսպես Մայր Թերեզայի սկզբունքով չի աշխատում եւ գործում։ Բոլորը շատ դաժան քաղաքականություն են վարում, կոշտ քաղաքականություն են վարում իրենց շահերը առաջ մղելու համար։ Եվ ամենափոքր հնարավորությունն անգամ օգտագործելու են ցանկացածի նկատմամբ ոչ միայն Հայաստանի, ցանկացածի նկատմամբ այդ շահերը առաջ մղել։ Հիմա այստեղ հարցը նաև այն է դառնում, թե օրինակ Կովկասում որն է թույլ օղակը դառնում այդտեղ։ Մենք տեսնում ենք Ադրբեջանը շատ ավելի ամուր համակարգ է կառուցել, Վրաստանը փորձում է ամրություն պահել, եւ այսօր ցավոք սրտի ամենախոցելի վիճակում հայտնվել է Հայաստանը, եւ մենք դրա համար ենք տեսնում, որ ինչով սխալ արտաքին քաղաքականությամբ նախ իհարկե մենք պարտվեցինք պատերազմ եւ ունեցանք Արցախի կորուստ, դա հոգեբանական ահռելի հարված էր, բայց դրանից հետո էլ մենք տեսնում ենք, որ ոչ թե քաղաքականություն է վարվում այդ պարտությունը ընդունելու եւ սխալները գիտակցելով վերականգնվելու համար, այլ հակառակը փորձ է արվում հասարակությանը համոզել, որ մենք ոչ թե պարտվել ենք, այլ գիտակցված ինչ որ զողողության ենք գնացել հանուն ինքնիշխանության եւ անկախության։ Սա նենգափոխում է, իհարկե ոչ, որովհետեւ սա նենգափոխում է։ Ես կարող էի համաձայն լինել, եթե օրինակ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին ասեր, որ Սահմանադրությունը փոխելու եւ անկախության հռչակագիրը փոխելու պահանջը դա միջամտություն է Հայաստանի ներքին գործերի։ Ունեինք շանս, պարոն Բադալյան, ուղիղ հարց ձեզ, այս ամենում 2020-ից այսպես սկիզբ առած այդ ոչ հայանպաստ իրողությունների պարագայում ավելի ճիշտ եւ ավելի խելամիտ արտաքին քաղաքականությամբ ավելի լավ դիրքավորում այսօր ունենալ փրկել Արցախը եւ ինչ պիտի արվեր, այս շատերը երևի թե մեր հասարակությունը, մեր հարգելի ունկնդիրները դրա պատասխան պետք է արվեր, Հայաստանի իշխանությունը պետք է լիներ ավելի լայնախոհ եւ սկսեր ներքին քաղաքականություն վարել եւ ոչ թե իր քաղաքականությունը կամ քաղաքական, այսպես ասած, կենսունակությունը կառուցել ներքին երկպառակությունների խորացման վրա։ Լավ, ասենք դա չեղավ, իսկ արտաքինում ինչ որտեղ սխալվեցինք։ Դա արտաքինի հիմքն էր։ Երբ դու ներսում, կրկնեմ, երբ դու ներսում կառուցում ես քո քաղաքականությունը հասարակական հարաբերությունները քանդելու վրա, քո արտաքին քաղաքականությունը ինչի վրա պետք է հիմնվի։ Եթե ոչ քո ներսին որակը։ Թե ունեիր ավանդական, չէ, այսպես ասած, նախընտրելի գործընկերներ, Ռուսաստանն էր դա, բազմաթիվ պայմանագրերով։ Հիմա չկան գործընկերներ, հիմա չկան։ Ինչ պիտի անեիր արտաքին դաշտում, ասենք ներսում լավը չես, բայց արտաքին քաղաքականություն կարող ես ավելի։ Իհարկե չես կարող, եթե դու ներսում պատվանդանը չունես, եթե դու չունես հիմքը ներսում, դու քանդում ես հիմքը համարելով, որ դա է քո իշխանությունը պահելու ամենահարմարավետ վիճակը։ Քանդել ներսում հասարակական հարաբերությունները։
Դու չես կարող արտաքին քաղաքականություն կառուցել, դու պետք է արդեն արտաքին քաղաքականության, այսպես ասենք, քամիներին հարմարվես։ Տեսնես, թե որ ուղղությամբ առագաստը պարզելը ավելի հարմար եւ շահեկան կլինի դարձյալ իշխանությունը բոլոր պահպանելու ժամանակներում տեսանկյունից։ դա արդյոք այդպես չի եղել, չէ։ Բոլոր Այսինքն ժամանակներում չի եղել։ մի ժամանակ կար, որ գուցե այսպես ընդունենք, էլի, այսպես օրինակ Ռուսաստանն էր ավելի շատ այս ներկայացված այս տարածաշրջանում։ Հիմա ասում են, դա էլ եմ ուզում ձեր կարծիքը, Ռուսաստանը արդեն գնում է կամ թուլացել է այս տարածաշրջանում, եւ Եվրոմիությունն է գալիս այս տարածաշրջան, այ օրենք են ընդունել Եվրամիությանն անդամակցելու։ Իրենք ասում են, որ պիտի դիվերսիֆիկացնենք մեր արտաքին քաղաքականությունը եւ ինչպես ասեցինք, բալանսավորենք։ Դիվերսիֆիկացված չի եղել Հայաստանի քաղաքականությունը մինչև 2010 Ասում են ժամանակ շատ իրենք են ասում, իրենց այս փոխանցում, իրենք շատ Ռուսաստանին կարճած ենք եղել, դրա համար էլ այս բոլոր աղետները եկել են։ Համաձայն եք դրա, թե ոչ։ Անկասկած, երբ Ռուսաստանը շատ ավելի ուժեղ էր Կովկասում, բնականաբար Հայաստանը շատ ավելի էր հաշվի առնում այդ գործոնը։ Եվ դա ոչ միայն Հայաստանն էր հաշվի առնում։ Դա հաշվի էր առնում նաև Ադրբեջանը։ Վրաստանի պարագայում այլ է, եւ մենք տեսանք, թե Վրաստանում հետո զարգացումները ինչպես ընթացան։ Բայց Հայաստանը դրան զուգահեռ շատ սերտ աշխատում էր նաև նույն Եվրամիության հետ։ Ի վերջո Հայաստանը Եվրամիության հետ վարում էր ասոցիացիան բանակցությունը, հետո իհարկե դա խափանվեց 2013-ին, բայց 17-ին արդեն եղավ այդ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի կնքումը։ Եվ Հայաստանում տեղի է ունեցել ՆԱՏՕ զորավարժություն 2005-6 թվականներին, չեմ հիշի իմաստուն։ Հայաստանը տարբեր այլ ծրագրեր է իրականացրել ՆԱՏՕ-ի հետ, անհատական գործընկերության եւ այլն, այսինքն չի եղել այնպես, որ Հայաստանը չի վարել տարբեր ուղղություններով քաղաքականություն։ Այո, պետք է այդ քաղաքականությունը բխի արկա իրողություններից, դա պետք է հաշվի առնել։ Եվ սա չի նշանակում, որ այդ քաղաքականությունը եղել է անթերի եւ այսպես իդեալական բալանսավորված։ Բայց երբ ներկայացվում է, որ Հայաստանը միջև հիմա կախված է եղել միայն Ռուսաստանից, իսկ հիմա դիվերսիֆիկացնում են, ես շատ հաճախ հարց եմ տալիս, իսկ ո՞րն է այդ դիվերսիֆիկացիայի վկայությունը։ Ո՞րն է այդ վկայությունը, եթե հանում ենք այդ դեկլարացիաների պաթետիկությունը։ Իսկ ինչով է պայմանավորված դեկլարացիաների պաթետիկությունը։ Ավելի պաթետիկ են, որովհետև ավելի ազատ են դարձել։ Երբ կար Արցախի հարց, որևէ այլ երկիր չէր ուզում Հայաստանի հետ այդպիսի հռետորաբանությամբ, այսպես բաժակաճառային տրամաբանությամբ գործընկերության մասին ազդարարել, որովհետև դա ինքնաբերաբար պատասխանատվություն էր ստեղծելու Հայաստանի համար կարևորագույն կենսական խնդրի Արցախի նկատմամբ։ Իսկ որևէ մեկը չէր ուզում այդ պատասխանատվության տակ մտնել Ադրբեջանի հետ ավելորդ խնդիր չունենալու համար։ Արցախը կորցրեցինք, նրա համար հուսանք ժամանակավորապես, հուսանք, որ հետո կվերականգնենք, լավատես լինենք, նրա համար, որ չկարողացանք ճիշտ աշխատել Ռուսաստանի հետ, թե ոչ։ Մասամբ նաև այդ պատճառով։ Ինչ, այ եթե կուզենայի մանրամասնել 2021-ից հետո, ես կարծում եմ Արցախը կորցնելու առանցքային դեր խաղաց այն, որ Հայաստանում կատարվեց շատ սխալ խաղադրույք կամ հաշվարկ, որ ուկրաինական պատերազմի առաջին այդ ամիսների ծանր վիճակը Ռուսաստանի քանդվելու անխուսափելիության մասին է վկայում, հետեւաբար պետք է հրաժարվել ընդհանրապես այդ ուղղությամբ որևէ ակնկալիք ունենալուց որևէ էական աշխատանքից եւ տեսանք process անցավ Եվրամիության Շարլ Միշելի այդ բրյուսելյան գործընթացի ներքո, որտեղ էլ ծավալվեցին հիմնական զարգացումները եւ առանցքային էր այն, որ Երևանը փաստացի չփորձեց առավելագույնը անել նոյեմբերի 9-ի այդ հայտարարությունը պահելու եւ օգտագործելու համար։ Որովհետեւ այսինքն չտրամադրեց այդ համարժեք ճանապարհը, ինչպես Լաչինի եւ 9-րդ կետը շատ կարեւոր էր, այսինքն այդտեղ կապակցվածությունը դրա չկիրառումը բերեց նրան, որ Ադրբեջանը ստացավ փաստարկ Լաչինի նկատմամբ եւ դա բերեց արդեն այդ իրավիճակը քանդելուն, այսինքն կոնստրուկցիան, որը պահպանվել էր թեկուզ պարտությունից հետո, այո, բայց պահպանվել էր մի այդ հայտարարությամբ ամբողջությամբ քանդվեց եւ ինչ ունեցանք մենք հանրագումարում մենք ունեցանք 9-ի հայտարարությունից բովանդակային առումով ավելի աննպաստ հայտարարություն եւ համաձայնություն պարզապես արդեն Միացյալ Նահանգների ոչ միայն հովանու ներքո, այլ կառավարման ներքո։
Այս Արդեն առանց Արցախի, այս հետաքրքիր ինձ համար հետաքրքիր եւ ցավոտ այսպես եզրահանգման պահովել կամ գրեթե եզրահանգման պահովել թույլ տվեք այսօր այդուհանդերձ մի քիչ հաշվի առնելով ժամանակային իրողությունները ավարտել մեր զրույցը, բայց շատ հետաքրքիր է լսել ձեր տեսակետները, հուսով եմ որ կրկին հետո կհանդիպենք եւ նույն խոսենք նաեւ թրիպի մասին ձեր տեսակետների վերաբերյալ ձեր տեսակետները կարտահայտեք ամեն դեպքում շնորհակալություն որ այսօր եկաք շնորհակալություն որ ձեր տեսակետներն արտահայտեցիք եւ կարծում եմ որ բոլոր դեպքերում եկեք միասին ձեզ հետ լինենք ամեն դեպքում լավատես որ սա մեր հայրենիքները պետք է բերեն ոչ թե հուսահատության այլ հակառակը մտածելու թե ինչպես փոխել իրավիճակը իսկ փոխելու հնարավորությունները կան անշուշտ եւ մեր հասարակությունը ես կարծում եմ ունի այդ ներուժը Շնորհակալություն, պարոն Բազելյան։ Armix News ալիքի եթերում ժամանակի ձայնը հաղորդաշարի հերթական թողարկումներ մեր տաղավարում էր քաղաքագետ վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ Ես կրկին դիմում եմ մեր այն բարեկամներին, ովքեր հետևում են Armix News ալիքի մեր թողարկումներին, բայց դեռ հանգամանքների բերումով չեն հասցրել սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել մեր ալիքին, խնդրում եմ նրանց ընդամենը սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել Armix News ալիքին։ Շնորհակալություն այսօր այսքանը բարեկամներ կհանդիպենք լինենք լավատես Ման վերջին մտորություն կա Երեխեն տաներ անում էլի այս ջղկոցը ջղկոցը Վերջին խոսքից պարոն Բադալյանի հետ շնորհակալություն ասեմ Շատ շնորհակալ եմ պարոն Բադալյան Ես եմ շնորհակալ Armix News YouTube-յան ալիքի եթերում ժամանակի ձայնը հաղորդաշարի հերթական թողարկումն էր, մեր տաղավարում էր քաղաքագետ վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ Ես կրկին դիմում եմ մեր այն սիրելի բարեկամներին, ովքեր հետևում են մեր YouTube-յան ալիքի թողարկումներին, բայց դեռ չեն հասցրել սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել մեր ալիքին, խնդրում եմ նրանց ընդամենը սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել Armix News YouTube-յան ալիքին։ Շնորհակալություն, այսօր այսքանը կհանդիպենք։